Այն պատկամը, որը սրտից տերվել է, փոխանցեմ ձեզ, վերնագրել եմ այսպես երկնային արժեքներ։ Գիտեք, մենք ամեն մեկս ինչ որ տեսնում ենք եւ շոշափում ենք մարդկայնորեն, ագամայից ընդունում ու հավատում ենք դրան։ Բայց Աստված այն երևույթ, անտեսանելին է կարևորում մեր մեջ, որը շատ անգամներ մեզ համար թվում է, թե դրանք ավելի թույլ տեղ են գրավում, ավելի անարժեք են, քան այն, որ մենք տեսնում եւ շոշափում ենք։ Բայց կան արժեքներ, որոնք թե մարմնավոր, թե ֆիզիկական, թե հոգեվոր կյանքի մեջ ամենակարևորն են մարդու համար, բոլորիս համար։ Ամենաառաջի արժեքը, որի մասին ես ուզում եմ խոսել, որ ամեն մեկս կարիք ունենք, այս արժեքի դա սրբությունն է։ Վստահ եմ ամեն մեկս տարբեր պատկամներ ու տարբեր մտորումներ ունենք այս հատկանիշի կամ այս արժեքի վերաբերյալ, բայց Աստծո խոսքն ասում է. «Ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք»։ Մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը Առաջի Պետրոս 5, Առաջի Պետրոս առաջի գլուխ 15-16 համարների մեջ ասում է, որ ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք։ Եվ մենք մարդկայնորեն, քանի որ ամեն մեկս ինչ որ տեսակի թերություններ եւ տգարություններ ունենք, այդ սրբությունը կարծես մեզ համար արգելք է դառնում Աստծուն մոտենալու համար։ Շատերիս համար, երբ որ սրբություն բառը օգտագործում ենք կամ սուրբ կյանքի կանչվածությունը լսում ենք, ագամայից մենք անմիջապես մեծ մասիս մոտ հետեւյալ միտքն է գալիս. թե ով է սուրբ, ոչ մեկ։ Իրականում ոչ մեկս էլ սուրբ չենք, բայց Աստված մեզ կանչեց, իր արյունով սրբեց, որպեսզի մենք կարողանանք սուրբ լինել։ Սուրբ բառը թարգմանաբար նշանակում է առանձնացված, հա? Այսինքն մի տեղ, որտեղից Աստված մեկին առանձնացնում է դեպի սրբության։ Եվ այդ սրբությունը շատ անգամներ, քանի որ մեր մեջ կատարյալ չէ, մեզ թվում է, թե մենք փակվում ենք Աստծո համար։ Եվ իրականում այն արժեքը, որը մեր մեջ կա, մենք մտածում ենք Աստված սուրբ է, ես սուրբ չեմ, հետևաբար բաժանում է ծնվում, հեռավորություն է առաջ գալիս։ Բայց ուզում եմ, որ այսօր այս հայտնությունը քո մտքի կա, քո մտքին կա, քո սրտին կա։ Աստծո սրբությունը ոչ թե պատճառ է, որ դու նրանից բաժանվես, այլ Աստծո սրբությունը կանչ է քեզ, որպեսզի դու ավելի սուրբ լինես։ Մենք ամենքս ունենք մեղք, ամեն մեկս գործում ենք ագամա թե կամավ։ Բայց Աստված այդ ամենը իր արյունով ծածկում է, որպեսզի մեզ մոտեցնի իրեն ավելի։ Եվ Եսայիա մարգարեության մեջ ասում է. եթե կրկնագի կարմիր էլ լինեք, իմ արյունս բավարար է ձեզ կրկնագի ճերմակ դարձնելու համար։ Եվ Աստված եկավ, որ մենք մեր ունեցած կյանքից դեպի սրբության դառնանք, դեպի սրբության ճանապարհը դառնանք։ Եսայիա մարգարեության 35-րդ գլուխը ամբողջությամբ սրբության ճանապարհի, սրբության պողոտայի մասին է խոսում։ Որ մենք ինչքան կարևոր է, որ մենք մեր ոտքերը պահենք սրբության մեջ։ Այն արժեքը, որ Աստված կարևորում է յուրաքանչյուրիս մեջ, այս աշխարհի մեջ, եկեղեցու մեջ, գիտեք, կարևոր է ավելի քան ամեն բանից։ Որովհետև մեր Աստված սուրբ է եւ ինքը ուզում է, որ մենք էլ իրեն նման սուրբ լինենք։ Աստծո խոսքն ասում է ձեր ամեն վարմունքի մեջ սուրբ եղեք։ Չի ասում ձեր որոշ վարմունքի մեջ, չի ասում մի քանի վայրեր, մի քանի տեղեր, որտեղ կարող եք սուրբ եղել, այդտեղ սուրբ եղեք։ Ասում է ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ։ Որտեղ ինչ որ անում ես, արդյոք կա սրբություն։ Որտեղ ինչ որ անում ես, կա արժեք, որը ավելին է, քան թե դու կարող ես գնահատել կամ տեսնել, եւ Աստվածային սրբությունը դա այն ամենագերագույն արժեքն է, որի համար ամբողջ աշխարհը ապրում է եւ ուզում է լինել։ Հենց այդ սրբությունն է պատճառը, որ այսօր Քրիստոսը հաղթեց աշխարհին։ Ասեց թշնամին գալու է, բայց ին վրա ոչ մի բան չունի։ Ինչ է նշանակում ոչ մի բան չունի։ Այսինքն չի կարող Քրիստոսին մատնացույց անել, որ Քրիստոս դու այստեղ այս սխալ գործը կամ այս սխալ բանը արեցիր։
Եվ Քրիստոս ուզում է, որ այդ հաղթական ընթացքը, այդ հաղթական հայտարարությունը այսօր իր եկեղեցում, քո կյանքի մեջ, բոլորիս ընտանիքների մեջ կյանքի կոչվի։ Աստված ուզում է, որ մենք սուրբ լինենք մեր բոլոր վարմունքների մեջ։ Անցած կիրակի օրներ, երբ որ մենք աղոթքի մեջ ենք, ես մի տեսիլք տեսա, որ մի հզոր նավ է շարժվում։ Եվ այդ նավը ոսկե գույն էր, սպիտակ ոսկի, սպիտակ ու դեղնավուն։ Այնքան մաքուր ու բարձր էր, որ ես նայում էի, ասում էի, Տեր, այս ինչ ձև է շարժվում այս նավը։ Ճեղքելով սև ջրերի վրայով շարժվում էր։ Եվ ես միակ բանն որ մտածեցի, ասեցի, Տեր, այս մաքրությունը, այս սև ջրերի մեջ ինչպես է շարժվում։ Եվ ես ուզում էի այնպես անեի, որ չկեղտոտվեր այդ նավը։ Եվ Սուրբ Հոգին ինձ մի բան ասեց։ Ասեց, այդ նավի սրբությունը իմ սրբությունն է, ես եմ պահում։ Ինքը ինչքան էլ աշխարհի ջրերի մեջ լողա, միևնույն է, ինքը սուրբ է եւ չի կեղտոտվում։ Ասեցի, Տեր, ես ուզում եմ այդ սրբությունից իմ կյանքի մեջ լինի։ Ես ուզում եմ, որ Աստծո սրբությունը ոչ թե մեր մտածած արտարությունը, ոչ թե մեր մտածած կարծիքներն ու կարծրատիպերը սրբության վերաբերյալ լինեն մեզ համար, այլ իրականում աստվածային չափանիշ սրբությունը առիթ լինի մեր կյանքերի մեջ ավելի սուրբ կյանք ապրելու համար, ավելի սուրբ ընթացք ունենալու համար եւ մեր բոլոր շարժառիթները լինեն աստվածանից սրբված։ Մեր բոլոր մտածումները, որոնք մենք մտածում ենք, լույսի մեջ բերելով աստվածային սրբությունը գա յուրաքանչյուրիս կյանքի մեջ։ Շատ անգամներ մենք սխալներ ենք անում եւ թշնամին մատնացույց է անում դրանք։ Եվ այդ մատնացույց արած սխալները, թերությունները նորից եմ ասում, պատճառ է հանդիսանում, որ մենք ասենք, թե լավ, ես մեկ եմ մեղավոր եմ, ես մեկ էլ սուրբ կյանք չեմ կարող ապրել, ոչինչ, թող սպես գնա։ Ուզում եմ քեզ ասել, մի հանձնվիր։ Ուզում եմ քեզ մղել այսօր Աստծո խոսքից հետևյալ համարը։ Ասում է, այրուն թափելու չափ չհագարակվեցիք մեղքին։ Ուզում է ասել, թե ինչքան թանկ է եւ կարեւոր է, որ ասում է, այրուն թափելու չափ չհագարակվեցիք։ Մինչև որ քո այրունը կկատա, կթափվի, դու կարիք ունես մեղքի դեմ պատերազմելու։ Եվ ես վստահ եմ, որ այսօրվա հրաշալի օրը եւ այդ խորհուրդը Քրիստոսի հայտնության, Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ, քո մարմին, քո տաճար, այսօր հաղթական կլինի։ Այսօր չես նայի այն թերություններին ու տգարություններին, որոնք քո կյանքի մեջ առկա են, այլ կնայես։ Տեր, ես ուզում եմ մտնես իմ տուն։ Տեր, ես ուզում եմ քո ներկայությունը այսօր գա իմ տաճարի մեջ, որովհետև թշնամին ուզում է, որ դու այսօր էլ շրջանցես, մատնացույց անելով այն թերություններն ու տգարությունները, որ իմ եւ քո կյանքի մեջ առկա են, բայց Աստված մտավ քաղաքը չնայեց մարդկանց, չնայեց խնդիրներին, այլ մտավ քաղաքը եւ ասեց. սա է թակավորությունը եւ գալու է թակավորությունը։ Անկախ նրանից մենք ուզենք թե չուզենք, Աստծո թակավորությունը կա, եղել է եւ լինելու է։ Արդյոք ես այդ թակավորության մեջ եմ։ Արդյոք ես ընդունում եմ այդ թակավորին եւ ուզում եմ այդ թակավորության սրբությունը գա իմ կյանքի մեջ, գա իմ մտքի մեջ եւ իմ սրտի մեջ։ Եվ թույլ տամ, որ Սուրբ Հոգին այսօր այն ամեն խնդիրները, այն ամեն մեղքերը, տգարությունները, որոնք մեր կյանքի մեջ կան, մենք դա հասկանում ենք, թե ոչ։ Այդ դաշտը բացված է մեզ, թե ոչ, թույլ տանք Աստված մաքրե, թույլ տանք Աստված սրբե եւ հաղթական Երուսաղեմը, ուրախ Երուսաղեմը այսօր քեզ համար իրական լինի։ Գիտեք, կան մեղքեր, որոնք մենք չենք գործել, բայց դրանք մեր կյանքերի մեջ հայտնվում են։ Կան ժառանգական խնդիրներ, որոնք հայտնվում են մեր կյանքերի մեջ, եւ մենք նայում ենք, որ այո, իրականում կան դրանք։ Ես հավատում եմ, որ ամեն տեսակի անիրավություն, ամեն տեսակի անաստվածային բաներ, որոնք Աստծո սրբության դեմ են, պարտվում են, որոնք Աստծո սրբության դեմ են, Հիսուս Քրիստոսի խավճարար արյունը կարող է մաքրել եւ սրբել։ Ինչ տեսակի մեղք, ինչ տեսակի խնդիր եւ պրոբլեմ ուզում է լինել, հաղթական Քրիստոսը
կարող է հաղթական լինել։ Ոչ թե խոսքով, այլ իրականության մեջ, որ չկա նման մեղք, չկա նման խնդիր, որ Աստված չկարողանա լուծել։ Թեև դրանք առկա են մեր կյանքերի մեջ, բայց միևնույն է Աստված կարող է դրանք լուծել եւ Աստված թակավորում է ամեն բանի վրա։ Գիտեք, կոչ, որը այս տարի, այս հասարակության մեջ ավելի քան անհրաժեշտություն ունի, որովհետև մենք գիտենք աշխարհը լցված է պղծությամբ, աշխարհը լցված է անիրավությամբ, բայց Աստծո խոսքը, Աստծո կոչն ու մարտահրավերը այսօր ամեն մեկիս սրբության ճանապարհն է։ Գիտեք, մենք կարող է չսիրենք, մենք կարող է շատ անգամ նեղվենք սրբության ճանապարհի մեջ մնալուց, բայց ուզում եմ ասել, ճանապարհը մեկն է, սրբության ճանապարհ։ Երկինք տանող ճանապարհը մեկն է, ճանապարհը նեղ է, բայց մենք այդ ճանապարհի մեջ ենք եւ ինքներս նախընտրել ենք լինել այդ ճանապարհի մեջ, որովհետեւ այդ ճանապարհն է միակ ճշմարտությունը, որ տանում է դեպի երկինք։ Ինչքան է ուզում է մենք փորձենք այլ ճանապարհներ գտնել, ճանապարհը մեկն է, սրբության ճանապարհը։ Միգուցե դու հոգնել ես, ասում ես, ես երկար տարիներ էր այդ ճանապարհի մեջ եմ, քեզ ասում եմ մի հոգնիր, որովհետև վերջը բարի է լինելու։ Մենք ամեն մեկս հասնելու ենք հույսի դավանությանը, հասնելու ենք այն երկնային թակավորությանը, որի համար կանչված ես եղել, ապրել ես եւ գնալու ես։ Եվ Աստված ուզում է, որ երբեք չհոգնես սրբության ճանապարհից։ Երբեք չասես ոտքս մի հայտ դուրս տնեմ, տեսնեմ դուրսը ինչ կա, քեզ ասեմ ինչ կա, դժվարություն, խնդրեմ, խնդիրներ, թագարտներ, որի մեջ պիտի ընկնես ու հետո կոդրված ու փշրված նորից հետ դառնաս դեպի սրբության ճանապարհը։ Սրբության ճանապարհը մեկն է, դա Քրիստոս, որը անցավ, հարթեց այդ ճանապարհը եւ ինձ ու քեզ հրավիրեց այդ ճանապարհով դեպի հաղթական երկնային Երուսաղեմ, դեպի Աստծո առկայություն քայլելու համար։ Քաջալերանքս է, որ երբեք սրբությանը հերվից չնայես, երբեք այդ սուրբին, որը երկնքում է եւ քո մեջ բնակված, երբեք օդար չթվա քեզ եւ օդարության զգացողություն չունենաս, այլ այդ սրբությունը այնքան կանչի քեզ, այնքան մղի, որ այն սխալ վարքերն ու բարքերը, սխալ սովորություններն ու խնդիրները, որ քո կյանքի մեջ Սուրբ Հոգին հայտնաբերում է, ամենը բերես լույսի ներքո եւ ասես Տեր, ուզում եմ սրբությունդ գա իմ կյանքի մեջ, ուզում եմ քո սրբությունը փոխի իմ կյանքը, ուզում եմ քո սրբությունը ազդի իմ կյանքի վրա, որ իմ միտքը մաքրվի, որ իմ սիրտը իրական ճշմարտության մեջ լինի։ Երկրորդ արժեքը, որի մասին ուզում եմ խոսել, սիրելիներ, դա ճշմարտությունն է։ Եթե մենք ինքներս ճշմարիտ չենք Աստծո հետ, եթե մենք ինքներս ճշմարիտ չենք մեր հետ, քո անձի հետ դու ինքդ ճշմարիտ չես։ Ես քեզ ասում եմ, դու շրջապատի հետ ճշմարիտ չես։ Քո հարազատների, մտերիմների, մարդկանց, ում հետ դու տեսնում ու շփվում ես, դու ոչ մեկի հետ չես կարող ուղիղ լինել։ Գիտեք, ուղղությունն ու ճշմարտությունը գալիս է Քրիստոսից։ Ճշմարտություն բառը շատ հաճախ ամեն մեկիս համար ընկալվում է մասնավոր։ Ես գտնում եմ, որ սա է ճիշտը։ Եվ ասում եմ, որ սա է ճիշտը։ Դու էլ գտնում ես, որ այս է ճիշտը։ Իրականում մենք մտածում ենք, իմ համար ճիշտը սա է, քո համար նա, բայց իրականում ճշմարտությունը մեկն է, սիրելիս։ Ճշմարտությունը մեկն է, եւ դա Քրիստոսն է, որը քայլեց երկրի վրա։ Ճշմարիտ սրբությունն ու արտարությունը ցույց տալով։ Ինչքան է ուզում է ես, որպես այդպիսին խոհեմ, խելացի, իմ համար ամենագիտակ, միգուցե քեզ համար ոչ, բայց ես ամենան թվամ, միևնույն է, ճշմարտություն ասածը ոչ թե իմ մտածելակերպն է, ինձ հասանելի իմացությունն է, այլ Քրիստոս է, որը քայլում է եւ քայլել է ու պիտի քայլի այս աշխարհի մեջ եւ գալու է, որովհետեւ այն ինչ Քրիստոս արեց, դա իրական ճշմարտությունն էր, որ բերեց հավիտենական կյանքը, բացեց հավիտենական կյանքի դռները յուրաքանչյուրիս համար, որ կարողանանք ճշմարտությունը ընդունել, հասկանալ եւ այդ ճշմարտության մեջ մնալ։ Քրիստոսը իր աշակերտներին հետեւյալն ասեց. Դուք մաքուր եք այն խոսքով, որ ես խոսեցի ձեզ։ Ճշմարիտ է այն ճանապարհը, որ անցավ Քրիստոսը, ասեց. ես եմ ճանապարհը,
ճշմարտությունը եւ կյանքը։ Երբ որ ես Աստծո հետ ճշմարիտ եմ, երբ որ ես ուղիղ եմ իմ Աստծո հետ, Աստված սովորեցնում է ուղղություն եւ ճշմարտություն։ Իմ անձի հետ ուղիղ եմ։ Երբ որ իմ անձի հետ ուղիղ եմ, ես սկսում եմ շփման մեջ ճշմարտություն տարածել։ Գիտեք, շատ անգամներ սդությունը փաթաթվում է մեզ, փաթաթվում է մեր ոտքերին, եւ Աստծո խոսքը Հովանու ավետարան 8-րդ գլուխ 44 համարի մեջ ասում է, որ թշնամին սդության հայրն է, եւ ամեն տեսակի սդություն փորձում է փաթաթել քեզ, որ սա այսպես է, նա այնպես է, եւ մենք ագամայից ճշմարտությունը չունենալով խաբվում ենք, ընկնում ենք թագարտը, բայց իրական ճշմարտությունը, որ Աստծո կենտանի խոսքն է, որի մեջ քննվում է ամեն բան, մենք կարիք ունենք թույլ տանք մեր կյանքերի, մեր մտքերի մեջ այդ լույսը կա, որպեսզի զանազանենք սդությունը եւ ապրենք ճշմարտության համար եւ այն ճշմարիտ խոսքը, որը կա ավետարանի մեջ, քարոզենք եւ ապրենք։ Այս ամենը ճշմարտությունն է, որ Աստծո խոսքը իրական է, անկախ նրանից մենք դա հասկանում ենք թե չէ։ Մենք դա այսօր ընդունում ենք թե չէ այդպես, բայց իրական ճշմարտությունը դա Աստվածային խոսքն է, եւ Աստված ուզում է երկնային արժեք ճշմարտություն սերմանել քո ներսը։ Երկնային արժեք ճշմարտությունը ավելացնել քո կյանքի մեջ, եւ դու կարողանաս սրբությունը եւ ճշմարտությունը քո կյանքի մեջ հիմնասյուներ դարձնես, սյուն դարձնես, որ չի խալխլվում, սյուն դարձնես, որ երբեք չի տատանվում, որովհետև այս արժեքները հավիտենական են եւ երկնային սիրելիս։ Չեն կարող մենք այս արժեքներից խուսափել, չեն կարող մենք այս արժեքների կողքից անտարբեր անցնել, որովհետև Աստված ուզում է, որ հենց ինքը ճշմարտությունը բնակվի քո ներսը եւ այդ ճշմարտությունը քեզ արտարացնի, բարձրացնի, խրադի եւ օրհնի։ Մատթեոս ավետարան 21-րդ գլխի 4-րդ համարի մեջ մենք տեսնում ենք այդ ամենը, ինչ որ Տերը նրանց ասեց։ Քրիստոսը երբ որ մտավ Երուսաղեմ, իր աշակերտներին երկուսին ասեց. գնացեք դիմացի գյուղը, տեսեք ավանագն ու էշը կապված են, ասեք Տիրոջը պետք է արձակեք եւ բերեք։ Գիտեք, այդտեղ կար տարածություն, բայց Քրիստոսը պարգևով, Քրիստոսը Սուրբ Հոգուց մղված հայտնությունով ասեց, որ դիմացի գյուղից արձակեք եւ բերեք։ Եվ աշակերտներն էլ ուղղակի հնազանդվեցին եւ այդ հնազանդությունից ելնելով գնացին, Քրիստոսը իրենց ասել էր, նրանք գնացին, քայլեցին, մտան եւ տեսան, որ իրականում այդպես էր։ Ճշմարիտ էր թե ոչ, ճշմարիտ էր։ Աստծո խոսքն ասում է, եւ այն ամեն բաները եղան, որբիսի կատարվի մարգարեի խոսքը, որ ասել էր. ասեք Սիոնի աղջկան, ահա քո թագավորը գալիս է, հես եւ իշու վրա հեծած եւ իշուծակի ավանագի։ Գիտեք, իրականում աշակերտները զարմացան, իրանք գնացին ու եղավ այնպես, ինչպես Տերը ասել էր։ Կար ճշմարտություն, իրական էր։ Տերը ուզում էր այդ ճշմարտությունը իր աշակերտների մեջ կար։ Տերը այսօր ուզում է, որ իր խոսքի ճշմարտությունը իմ եւ քո կյանքի մեջ իրական լինի։ Ոչ թե որ մենք խոսքը կարդում ենք, գրված էր եւ մեզ թվում է թե հեքիաթ է կամ անիրական, այլ իրականում կարիք կա, որ մենք հավատանք, որ Աստծո խոսքը ճշմարտություն է, եւ այդ ճշմարտությունը իմ եւ քո կյանքի մեջ պետք է գա, եւ իմ ու քո կյանքի մեջ գործ պիտի գործի։ Գիտեք, երրորդ աստվածային կամ երկնային արժեքը, որի մասին ուզում եմ խոսել, դա հնազանդությունն է, սիրելիներ։ Գիտեք, աշակերտներն ապրելով Քրիստոսի հետ տեսան, թե ինչքան հնազանդություն կա Քրիստոսի մեջ հոր նկատմամբ, հոր կամքը կատարելու նկատմամբ։ Եվ իրենք էլ փորձում էին նմանվել եւ հնազանդ էին այն խոսքին, որ Քրիստոսը քարոզում էր, ասում էր գնացեք, գնում էին։ Քրիստոսը երբ ասում է գնացեք, իրանք գնում էին, երբ ասում էր սա արեք, եւ նրանք անում էին։
ասում է գնացեք ձեր դիմացի գյուղը, նրանք որևէ բան չասեցին, Տեր երտանք ինչ ասենք, Տեր երտանք ում դիմենք, մենք այնքան հարցեր ենք տալիս Աստծուն, երբ որ Աստված մեզ մի բան է ասում, երբ որ փոխարենը կարող ենք ուղղակի հնազանդորեն կատարել այն, ինչ որ մենք պիտի անենք։ Գիտեք, աստվածային հնազանդությունը դա գերագույն արժեք է, սիրելիներ։ Աստվածային հնազանդությունը դա Աստծուն կամքն է, որ ներգործում է մեր կյանքերի վրա, եւ այդ հնազանդությունը ամեն բանից առավել է։ Երբ որ ես ու դու փորձում ենք հնազանդվել, առանց քննարկելու աստվածայինը, մենք հրաշքն ենք տեսնում։ Երբ որ ես ու դու փորձում ենք հնազանդվել Աստծուն, մենք տեսնում ենք Աստծո գերբնական օծությունը, Աստծո գերբնական զորությունը։ Գիտեք, Քրիստոսը հենց մարմնացավ եւ հնազանդություն սովորեց։ Հոր կամքին հնազանդվել եւ հոր կամքը կատարել։ Մենք այսօր Աստծո խոսքը շատ անգամներ փորձում ենք հարմարեցնել մեզ։ Շրջանցում ենք, խուսափում ենք, 6 անգամ տարուբերվում ենք, տարբեր հարթակներով նայում ենք, բայց մենք ուղղակի կարիք ունենք հնազանդվելու Աստծուն։ Հնազանդվելու Աստծուն, հնազանդվելու Աստծո խոսքին եւ այն իշխանությանը, որը կարգված է Աստվածանից։ Գիտեք, սրանք աստվածային են եւ մենք կարիք ունենք հնազանդության։ Մենք շատ անգամներ կարող ենք մեկս մյուսից շատ հեշտ թվացնել, որ հնազանդվում ենք, բայց իրական հնազանդությունը այլ բան է։ Իրական հնազանդությունը դա Աստծունն է եւ երբ որ մենք խոնարհվում ենք իր առաջ, Աստված տեսնում է եւ ասում է. Ես հասա այն տեղը, որ այս մարդու մեջ կատարյալ հնազանդություն հասավ։ Գիտեք, Աստծո հնազանդությունը, Քրիստոսի հնազանդությունը, մենք ամեն մեկս կարող ենք նայել մեր կյանքերի մեջ ինչ աստիճանով է։ Արդյոք մենք մեր վերադասին, ավակին, ծառայողին, իշխանությանը, Աստծուն, իր խոսքին հնազանդ ենք թե ոչ։ Եվ այդ հնազանդությունը օրհնություն է բերում մեր կյանքերի մեջ։ Սիրելիներ, հնազանդությունը մեծ օրհնություն է բացում, օրհնության դուռ է բացում մեզ համար, բայց շատերս չենք հասկանում։ Հենց ապստամբությունն ու հբարդությունը տեղն է գրավում հնազանդության, որ մենք չենք կարող իրական օրհնությունը վայելենք, բայց իրական օրհնությունը գալիս է հնազանդության մեջ։ Մեկ ուրիշ աստվածային երկնային արժեք, որի մասին ուզում եմ խոսել, դա հավատարմությունն է։ Գիտեք, Քրիստոս աշակերտների հետ քայլելով նրանց ցույց տվեց, որ ես հավատարիմ եմ։ Երբեք որևէ մեկին չթողեց, եւ աշակերտները ճանաչեցին Քրիստոսին, որ իրականության մեջ ինքը հավատարիմ է։ Եվ Աստծո խոսքն է հավատարիմ, որովհետեւ առաջի Հովհաննես 5:9 համարի մեջ ասում է. Աստված հավատարիմ է, որ եթե մեկը խոստովանի իր մեղքերը, Աստված նրան կներե։ Գիտեք, Աստծո հավատարմությունը սահման չունի, իսկ մեր անհավատարմությունը նորից սահման չունի։ Հակազդեցությունը պարզ է վստահ։ Ինչքան որ Աստված հավատարիմ է, ոչ մեկ հավատարիմ չէ։ Պողոսը այդ հավատարմության մի ամենալավագույն օրինակն է բերում, երբ աջանի առաջ է կանգնած, ասում է. բոլորը ինձ թողեցին, երբ աջանի դժվարության առաջ կանգնած էր, բայց միայն Տերը, որը ինձ չթողեց եւ ինձ հետ կանգնած էր։ Ուզում եմ քեզ ասել, Աստծո հավատարմությունը սահման չունի։ Ինչքան դժվարության, խնդրի, խնդրի մեջ ուզում ես եղիր, միևնույն է, Աստված հավատարիմ է։ Միգուցե դու այդ խնդիրը դերևս ունես, բայց դա չի նշանակում, որ Աստված հավատարիմ չէ։ Աստված իր խոստումներին, բոլոր տեսակի խոսքերին հավատարիմ է եւ ուզում է, որ այդ հավատարմությունը քո կյանքի մեջ բարձրանա, որպես արժեք։ Ում ես դու այսօր հավատարիմ, ում ես դու այսօր նվիրված, ինչ արժեք կա հավատարմության քո կյանքի մեջ, որ Աստծուց ուզում ես քո կյանքի մեջ ավելանա։ Գիտեք, մենք կարող ենք հավատարմություն ցուցաբերել մեր Աստծո առաջ, եկեղեցու առաջ, ընտանիքի առաջ, միմյանց նկատմամբ։ Գիտեք, սրանք այն ոլորտներն են, որի մեջ մենք ապրում ենք, եւ մենք կարիք ունենք հավատարիմ լինել միմյանց նկատմամբ։ Մենք կարիք ունենք այդ հավատարմությունը
ցույց տալ մեր ընտանիքին, մեր երեխաներին։ Գիտեք, սրանք արժեքներ են, որ մենք կրում ենք եւ փոխանցում ենք նաեւ։ Եվ Աստված ուզում էր, որ իր աշակերտների մեջ այդ հավատարմության արժեքը ավելին քան բարձր լիներ։ Եվ այն հաղթական ընթացքը, որը մենք շատ անգամներ ուզում ենք, մենք այն օրհնության ընթացքը շատ անգամներ, որ ուզում ենք, ես ուզում եմ նայես քո այս հայտկանիշներին, որը տալիս եմ։ Սրբություն, ճշմարտություն, հնազանդություն, հավատարմություն, ինչ սանդղակների վրա են դրանք այսօր, որ դու ուզում ես բաներ։ Գիտեք, երբ որ ես նայում եմ մարդկանց կյանքերին մի փոքր, տեսնում եմ շատերի կյանքի մեջ պարտություն։ Որոշները խնդրում են չունեն։ Մի քանիսը հարստահարված են։ Միտքը խավարում է, մեկը հույս չունի։ Ուզում եմ ասել, պատճառները սրանք են։ Ուզում եմ ասել, այն երկնային արժեքները, որոնք քո կյանքի մեջ պետք է հինավ սյուներ լինեին, այսօր այդ սյուները չկան։ Քո կյանքի մեջ չկա այս սյուները, որի հետևանքով քո կառույցը թերի է, որի շնորհիվ էլ այսօր քո կյանքի մեջ, քո ընտանիքի մեջ կան խնդիրներ, որովհետև այն արժեքները, որոնք պետք է լինեին ամենակարևորները, եւ դրանց վրա կառուցված լիներ, դրանք շատերի կյանքի մեջ չկա։ Երբ որ խոսում ես հավատարմությունից, մարդը նայում է, ասում է, այո, ես հավատարիմ չեմ։ Ինչի մեջ, իմ տասանորդի, ինչի մեջ, իմ նվիրման մեջ, ինչի մեջ, իմ եկեղեցու գալու մեջ, իմ ծառայության մեջ։ Գիտեք, ես ուզում եմ օրհնվել, բայց երբ որ ես հավատարիմ չեմ, Աստված ուզում է ինձ օրհնել, բայց Աստված փնտրում է ինձ, որպեսզի օրհնի, ես այդտեղ չեմ, որովհետև ես հավատարիմ չեմ։ Ես հավատարիմ չեմ այն օրհնության մեջ, որ Աստված տվել է ինձ։ Աստված ուզում է ավելին տա, ասում է կեցի, սպասիր, այս մարդուն 1 միլիոն տամ, բայց ուզում է նայել, երբ որ քեզ 10,000 դրամ է տվել, դու դրա 10-անորդը տվել ես։ Ես խոսում եմ հավատարմությունից, բայց այդ հավատարմությունը երևում է այն փոքր արարքների մեջ, որով մենք ապրում ենք, սիրելիներ։ Մենք ուզում ենք մեծ բաները, բայց փոքր բաների մեջ մենք հավատարիմ չենք։ Մենք մեր փոքր ծառայության մեջ, որի մեջ մենք պիտի լինենք եւ քաջալերենք շատերին, մենք չկանք, չեմ խոսում քաջալերելու մասին։ Գիտեք, մենք կարիք ունենք նայենք այս արժեքներին, որովհետեւ այն խնդիրները, որոնք մեր կյանքերի մեջ կան, պատճառը այն է, որ մենք ունենք բաց դռներ, մենք չունենք աստվածային սկզբունքներ եւ աստվածային բնավորություն, որոնց հաշվին էլ թշնամին թալանում է մեզ, որոնց հաշվին էլ թշնամին հալածում է մեզ, սուդը փաթաթում է մեր վրա եւ մենք չենք հասկանում, որ դա սուդ է եւ ասում ենք, դե լավ է, թող ես մի անգամն էլ այսպես լինի, ոչ, բա ճշմարտությունը որտեղ էր։ Բա ճշմարտության ճանապարհը որտեղ էր, բա իրական ճշմարտությունը որն էր, սրբության ճանապարհի չեղվելը որն էր, անարտարությունը ինչու է քո կյանքի մեջ արկա, երբ որ կա ճշմարտությունը։ Եվ այն արժեքները, որոնք կան այս մարդկանց կյանքերի մեջ, ես նայում եմ ու տեսնում եմ, որ ժամանակին եղել են, բայց չկան, որովհետև իրանց նվիրումը թույլ է եղել։ Ինչի, որովհետև Աստված նայում է քո նվիրմանը եւ ուզում է շարժվել քո կյանքի մեջ։ Գիտեք, մյուս արժեքը դա նվիրումն է հենց, որ ես ու դու նվիրված ենք, ուզում եմ հարցնել, ում ես նվիրված, ում համար ես ջանում, ում համար ես աշխատում, ինչ արժեքներ կան, որոնք հավիտենական են քո կյանքի մեջ եւ դու դրանց համար ջանում ես։ Գիտեք, մենք ամենքս, ես չեմ ուզում մարմնավորի մասին խոսեմ եւ ակնարկեմ, որովհետեւ մենք այսպես թե այնպես աշխատում ենք, որ ապրենք, մեր նվիրումը կա մարմնավորի մեջ։ Եթե կարող ես ասել չկա, իրականում այդպես չէ։ Եթե մենք բոլորս ապրում ենք, սնվում ենք, ուրեմն մենք նվիրում ունենք մարմնավորի մեջ։ Ուզում եմ քեզ ասել, շատ լավ է, Տերը օրհնե, բա հոգևորի մեջ ինչ նվիրում ունես։ Հոգևոր ինչ նպատակ ունես, ինչ տեսիլք ունես, երկնայինի ինչ հարց ունես։ Ինչ հարց ունես երկնքին, որը չլուծված է եւ դու չունես նվիրում։ Մենք նվիրման կարիք ունենք, սիրելիներ։ Անմնացորդ նվիրման կարիք ունենք, որովհետեւ այդ անմնացորդ նվիրումը մենք տեսանք Քրիստոսը կատարեց։ Ինքը չասեց, «Էգա ճանապարհի կես անցա, մյուս կեսն էլ կարեն դու շարունակե»։ Ինքը անցավ խաչի ճանապարհը եւ ասավ, «Իմ հետևից արի»։ Իրական նվիրումներ, սիրելիներ։ Մենք ինչպես կարող ենք փաստել մեր նվիրումը, մեր արարքների միջոցով, մեր գործերի եւ այն սկզբունքների աստվածային, որ գոյություն ունի, մենք դրանով կարող ենք համարել մեր նվիրումը, ցույց տալ մեր նվիրումը, որ մենք իրականում Աստծուն նվիրված ենք։ Ինչպես կարող ենք ցույց տալ, երբ որ ես տաճարում եմ,
Երբ որ ես Աստծո խոսքի մեջ եմ, ճշմարտության մեջ եմ, ծառայությունների մեջ եմ, սա է իմ նվիրումը։ Ես ուրիշ նվիրում ցույց տալու եւ ձև անելու կարիք չունեմ, որովհետեւ մարդը տեսնում է, որ դու նվիրված ես։ Եթե ոչ, այդ նվիրումը չկա քո կյանքի մեջ, ես ուզում եմ ասել, չկա Աստծո օրհնությունը նայ, որովհետեւ Աստված նայում է եւ նվիրված մարդկանց Աստված օրհնում է, հոգում է։ Չկա մեկը, որ Աստծո դաշտի մեջ ինչ որ բան անի ու Աստված իր կարիքները չհոգա, որովհետեւ Աստծո խոսքն ասում է. Գուցե դուք որ չար եք, որ կարող եք բարին անել ձեր զավակների համար, որքան առավել երկնային Հայրը, որ կարող է տալ ձեզ այն ամենը, ինչի կարիքը ունեք, բայց որտեղ պիտի տա եւ ինչպես։ Երբ որ չկա նվիրում, երբ որ չկա այն ճշմարտությունը, հավատարմությունն ու հնազանդությունը, որի կարիքը ամեն մեկս ունենք։ Սիրելիներ, գիտեք, ես ոչ թե սա քարոզում եմ, որ դուք լսեք, ես ինքս սրա կարիքը ունեմ, որ իմ կյանքի մեջ այս ամենը մեկ մագարտակ եւս ավելի բարձրանա, որովհետեւ մենք ինչքան մոտենանք Աստծուն, մենք այդքան կարիք ունենք նրա, եւ այդքան էլ հասկանում ենք, որ Աստծուն ավելի կարիք ունենք մենք։ Ինչքան հեռու ենք, մտածում ենք, որ մենք ամենքս շատ լավ է մեր մոտ ամեն ինչ, որտեղ մենք Աստծուց հեռու ենք, որտեղ մենք սրբությունից հեռու ենք, որտեղ մենք ճշմարտությունից հեռու ենք եւ չենք մոտեցել երբեք այդ սյանը։ Ուզում եմ, որ այս սյուները ձեր կյանքի մեջ կառուցեք։ Ուզում եմ, որ այս սյուները արմատ գցեն ձեր կյանքերի մեջ, ձեր սրտերի մեջ արմատ գցեն, որովհետեւ երբ որ արմատ գցեցին, սնվան, այդ սյուները կսկսեն բարձրանալ եւ քեզ հաղթական կդարձնեն։ Դու հաղթական կերնիս այն ժամանակ, երբ որ երկնային արժեքներ կա քո կյանքիդ մեջ։ Ոչ թե դու կերնիս մեկը, որը ինչպես ուզենաս, այլ երկնային արժեքները եւ երկնային սկզբունքները քեզ համար իրական կլինեն, շոշափելի կլինեն, եւ դու դրանց նկատմամբ ոչ թե անտարբեր կլինես, այլ դրանց ջատագովը կլինես։ Այդ արժեքները բարձրացնող կլինես եւ քո կյանքի մեջ եւ քեզանից հետո։ Որովհետև այն արժեքները, որ Աստված կերդում է քո մեջ, միայն քեզ համար չի կերդում, կերդում է, որ դու էլ փոխանցես։ Ես վստահ եմ ամեն մեկս երեխաներ, թոռներ, մտերիմներ ունենք։ Նայիր քո կյանքին եւ այս արժեքները փոխանցիր։ Դու այդ արժեքները ուղղակի չես կրում։ Առաքյալները այդ արժեքները չսովորեցին ուղղակի, որ միայն իրանք իմանային ունենային, այլ իրանք առիթ հանդիսացան, որ այսօր մենք էլ այդ արժեքներին հաղորդ եղանք։ Ուզում եմ մի կարևոր արժեքի մասին խոսեմ երկնային, որ շատ անգամներ մենք կարիք ունենք։ Նույն հաղթական մուտքի ժամանակ, երբ որ մենք կարդում ենք այս համարները, մենք տեսնում ենք, որ 11-րդ համարի մեջ, երբ որ Քրիստոսը մտավ, շատերը գովեցին, հրճագումներ արեցին, 11-րդ համարի մեջ գրված է շատերը ասեցին. Սա Հիսուս Մարգարեն է Գալիլեայի Նազարեթից։ Արդյոք քո կյանքի մեջ կա վկայության խոսք։ Արդյոք քո կյանքի մեջ ինչ որ դու տեսնում ես, կարող ես վկայել։ Գիտեք ինչքան կարևոր է։ Երբ որ դու տեսնում ես Աստծո ձեռքը քո վրա, դու կարող ես վկայել Աստծո գործը։ Դու կարող ես վկայել Աստծո պաշտպանությունը, Աստծո հաղթական մուտքը, շարժը քո կյանքի մեջ։ Շատերը ասում է վկայեցին, ասեցին, ինչ ես ասում դու այսօր։ Հերթական անգամ գնացիր եկար, թե դու այսօր թարմ օծություն, վկայություն ունիս։ Գիտեք, Քրիստոսը մինչև այսօր էլ վկայում է։ Եբրայեցիների մեջ ասում է, հոր քովը ինչ է, բարեխոս։ Ում համար է բարեխոսում, իմ, քո, մնացածի, բոլորի։ Քրիստոսը մինչև այսօր էլ վկայում է, որ այ այսինչ զավակս հայր, հավատարիմ կանգնել է, շարժվի նրա կյանքի մեջ։ Ուզում եմ հասկանաս, որ ֆիզիկական եւ հոգեվոր աշխարհը իրական է։ Մենք ֆիզիկականը իրական պատկերացնում ենք, բայց հոգեվորը չենք ուզում ընդունել։ Հիսուսը այսօր վկայում է քեզ համար, ինչ է վկայում քեզ համար։ Հավատարմություն, ուրախություն, լեցունություն։ Դու այսօր տեսնում ես Աստծո գործը քո կյանքի մեջ։ Ինչ ես վկայում, շուրթերդ բաց է Աստծո համար վկայություն տալու։ Տեսար Քրիստոսը հաղթական մուտք գործեց Երուսաղեմ։ Ես վստահ եմ շատերը կանգնած էին ու նայում էին։ Տեսան, որ Քրիստոսը եկավ։ Շատերը լուր էին, շատերն էլ հանդերձներ հանեցին։ Ամեն մեկս մեր վերաբերմունք ունենք, սիրելիներ։ Ուզում եմ ասել, վերջի անգամ երբ ես ունեցել վկայություն, ինչ վկայության թարմ խոսք կա քո կյանքի մեջ, որ կարող ես ասել, Տեր շնորհակալ եմ, որ դու այսօր ինձ հետ ես եղել։
Շնորհակալ եմ, այսօր ինձ պահեցիր, որտեվ ես հասկացա, որ դու ինձ պահեցիր։ Երբ որ դու փորձում ես վկայության խոսք ունենալ, ես քեզ ասեմ, երկինքը ուրախ է։ Աստծո խոսքը Ավետարանի մեջ ասում է, եթե դու վկայում ես մեկին Աստծո խոսքը, եւ այդ մեկը փրկվում է, երկնքում ինչ կա։ Ուրախություն։ Երկնքում ուրախություն կա քո վկայության համար, երկնքում քո դավանության համար երկնքում ցնծություն կա։ Ինչի, որ դու դավանում ես, որ դու խնդրից, քո եղած խնդրից դու ազատվել ես։ Դու դավանություն ունիս, որ պիտի ազատվես, պիտի գնաս առաջ։ Գիտեք, սրանք դավանություններ են, երբ որ մենք մեր կյանքի մեջ չունենք, թշնամին ուրախանում է, ասում է, թե լավ եմ, ես եմ խեղճացել, որ մեր բառը չի խոսա։ Գիտեք, թշնամին նայում է, երբ որ դու դավանություն չունիս, ասում է, այս մարդը խելոք մարդ է, թողնի մեզ կողմ կամ ինքը այս բանը չի կրնային։ Բայց երբ որ դու դավանություն ունիս, խոսքը զորություն ունի։ Ուզում եմ, որ հասկանաս, որ քո խոսքը զորություն ունի, որը Ավետարանինն է։ Այն խոսքը, որը դու խոսում ես Աստվածանից, ինքը զորություն եւ իշխանություն ունի եւ կարող է կյանք փոխել։ Եվ դու կարիք ունիս դավանության խոսք ունենաս, դավանության հրճագում ունենաս քո կյանքիդ մեջ, որովհետեւ երբ որ դու այս արժեքը ունիս քո կյանքիդ մեջ, դու թույլ կտաս, որպեսզի երկնքի զորությունը շարժվի քո կյանքիդ մեջ, երկնքի իշխանությունը շարժվի քո կյանքի մեջ։ Նույն 21-րդ գլխի 5 մեջ ասում է ասեք Սիոնի աղջկան, ով է ասողը, դու, ես, արդյոք դու ունես վկայության խոսք, հույսի խոսք, մխիթարության խոսք, Եբրայեցիների 10:22-23-ը, 7:25-ը բոլորը վկայության մասին են խոսում, որ մենք այն վկայության դավանությունը, որը ունենք, որ Քրիստոս գալու է եւ հավիտենական կյանքի մեջ գնալու ենք մենք, գիտեք, իրականում մենք կարիք ունենք այդ վկայության խոսքին հավատալու եւ այդ խոսքով ապրելու եւ այդ խոսքն ու հրճագումը մեր շուրթերի վրա ունենալու։ Եվ վերջի կետը, որ այս համարների մեջ կա, դա զոհաբերությունն է, սիրելիներ։ Գիտեք, շատ անգամներ մենք կարիք ունենք զոհաբերության։ Մենք շատերը շատ անգամներ նայում ենք, թե մարդիկ ինչպես զոհաբերություն են անում։ Այդ օրն էլ քաղաքի մեջ բազմություն կար հավաքված։ Շատերը արմավենիները թրեցին, իրենց հանդերձները թրեցին։ Շատերն էլ նայեցին, ասեցին, «Էս ինչ են անում»։ Ամեն մարդ մի անուն տվեց, մեկը իր պատկերացումն ու կարծիքն արտահայտեց, բայց ուզում եմ ասել, ով շահեց, այն անձը, ով զոհաբերություն կատարեց։ Աստծո խոսքն ասում է, տալն ավելի լավ է, քան վերցնելը, եւ հայրը ինքը առաջի զոհը տվեց, Քրիստոսին տվեց մեզ համար, որբիսի երկնային հատկանիշը մեր մեջ արմատացներ, որ տալը վերցնելուց առավել է, եւ մարդիկ կամավ թե ագամա իրենք զոհաբերություն դրեցին, իրենց հանդերձները հանեցին, հանդերձը ծածկոցներ, հանդերձը պաշտպանություններ, իր ունեցածներ։ Մենք ամենքս այսօր հանդերձներ կրելով ֆինանս ենք տալիս դրա համար։ Ես ուզում եմ քեզ ասել, քո զոհաբերությունը թող առատ լինի, որպեսզի քո հունձքն էլ առատ լինի։ Մենք շատ անգամներ ասում ենք չունենք, ինչ ես դավանում, չունես, չես ունենա, ունես, ավելին կունենաս։ Եթե դու ցանում ես, ավելին կունենաս։ Մենք շատ անգամներ նայում ենք, թե մարդիկ ինչպես են զոհաբերում։ Մենք շատ անգամներ նայում ենք, թե մարդիկ ինչպես են օրհնվում։ Ու ըստ այդմ էլ, երբ որ աստվածային արժանինքները, աստվածային հատկանիշները չկա մեր ներսը, հետո կզգաս, որ սրտիդ մեջ մի բանը այն չէ։ Իմացար, որ ավտոյի առեք, Հիսուս կամ փողու դից իրան որ ավտո առավ։ Որովհետև իր զոհաբերությունը, երբ որ ինքը ժամանակին արել էր, դու կանգնե նայել էիր։ Աստված էլ տվեց, գիտեք, իրականում մեր սրտի մեջ շարժվի գե իրականության այն զոհաբերությունը, որը մենք չենք ենե, բայց մենք կսենք ինչի երեցին, ինչի էս ինչը ունեցավ, այն ինչը չունեցավ, մենք չենք դադողը։ Բայց այն մարդը, ով զոհաբերություն դրեց, ով խոնարհվավ այդ օրը Քրիստոսի առաջ, իրական թակավորությունը եկավ իր կյանքի մեջ, իրական հարստությունը եկավ իր կյանքի մեջ։ Ամենամեծ հարստությունը, սիրելիս, դա Աստծո թանկ ներկայությունն է, Աստված է ու իր առկայությունն է։ Ուրիշ թանկ բան այս երկրի վրա չես կարող գտնել, որովհետև ինչ թանկ բան որ կա, որ կարող ես գտնել, ինքը գին ունի,
ինքը գին ունի, իսկ Աստծո արյունը, Քրիստոսի արյունը, անգին է սիրելիներ։ Դրա համար է ինքը մեզ համար այդ անգինը տվեց, ասեց ոսկով ու արձատով չգնվակ, այլ Քրիստոսի սուրբ, թանկ, անգին արյունով։ Դու պատկերացնես կսաղ կյանքդ աշխատիս, որ ինչ-որ մի ադմ գին տաս, չես կարող այդ գինը տաս։ Կարող ես ինչ-որ տուն, մեքենա, ոսկի, մի բան առնես, սաղ կյանքդ աշխատիս, մի ադմ բան առնիս։ Միևնույն է, այդ գինը դու չես կարող վճարել, որովհետև Քրիստոսի արյան գինը անգին էր։ Եվ մենք շատ անգամներ, երբ որ զոհաբերություն ենք անում, մենք նայում ենք ինչ մանր գումար կա մեր մոտ, ինչ կա, որ մեզի պետք չէ տանք, կներես Աստված դրա կարիքը չունի։ Ամեն բան Աստծունն է լեցունությունով, մենք իրական զոհաբերության կարիք ունենք։ Շատ անգամներ, երբ որ մենք ավելի հոգևորապես հասուն ենք, մենք ոչ թե փորձում ենք տալ։ Ես ուզում եմ ասել, զոհը դու ես, դու պիտի պարգես, դու պիտի բարձրանաս զոհասեղանին, որ Աստծո կրագը իջնի։ Մենք շատ անգամներ որպես զոհ քիչնինք, կելնինք, ենքան քիչնինք, կելնինք, որ Աստված սկսե որոշե վառնես թե վերևը։ Իրականում Աստված ուզում է կրագը իջեցնել, նայում է, որ կրագը իջեցնել, նայեք չկաս, գնացել ես քո գործերիդ, որտեվ զոհ պիտի տաս, բայց չես տա։ Զոհաբերություն ունես, ժամը պիտի տնես, այդ ժամը լրացված է։ 5 շաբթի օրը ժամը 5-ը լրացված է, Կարեն ախպեր, ես չեմ կրնակամ, այդ 5-ը իմ համար է, այդ 5-ը քեզ համար է։ Երբ որ դու այդ ժամի զոհաբերությունը չես կարող անել, երբ որ դու չես կարող զոհը տնել, բայց օրհնությունը ուզում ես, ուզում եմ քեզ ասել, չկա զոհաբերություն։ Երբ որ հարմար է, պարապ ենք գնացինք, ոչ, ամեն բան զոհ է, գին ունի։ Գին ունի այսօր, որ դու այսօր նստած ես տեղ։ Գին ունի այն որոշումը, որ դու որոշեցիր գալու, ջանք երեցիր, եւ Աստված ուզում է, որ մենք գին վճարենք։ Գիտեք, մեր սրտերը շատ անգամներ չի տակ չէ Տիրոջ տան վրա, որովհետև մենք 10-անոց չենք տվել։ Մեզի համար մեկ է սպադը քանդվի, գետինը հադագը կեղտոտ է, թե այն մյուսը պոգվել է, որտեղ մենք մեր զոհը չենք դրել, մենք մեր լավը չենք դրել այդտեղ, բայց երբ որ քո գինը, քո զոհը դրած է այդտեղ, ես քեզ եմ, քո սիրտը ցավ ա գա։ Դու քսես վախ ստեղ փչացավ, այս բանը ավելացնենք։ Սա է զոհաբերությունը, սա խոսքով չէ, սիրելիներ, սա խոսալով չէ, սա պատմելով չէ, սա սրդի դիրք է, մեր ունեցածն է, մեր կյանքն է, որի մեջ մենք ապրում ենք, զոհը դա կյանք է։ Զոհը կյանքն է, զոհը ժամանակն է, որ Աստված ուզում է այդ զոհաբերությունը իմ եւ քո կյանքի մեջ իրական լինի։ Գիտեք, իրականում մենք կարիք ունենք այս աստվածային հատկանիշների։ Մենք օրհնություն ենք ուզում, բայց չենք ուզում 10-անոց տալ։ Մենք չենք ուզում, որ Տերը մեր ֆինանսները պաշտպանե։ Մենք կուզենք մենակ ունենանք, մեզի տան, բայց մենք չենք ուզել, ասենք Տեր, ես այս 10,000 դրամն ունեմ, կուզեմ որ պաշտպանես։ Այս 10-անոց տամ, այս գումարը օրհնված եղնի։ Գիտեք, իրականում այն ինչ որ դուք կմտածեք, որ չկորցնեք, որտեղ կուզեք պահեք, Աստծո խոսքը հստակ է։ Ժանգը պիտի ուտե, ժանգը պիտի քայքայե, ցեցը պիտի ուտե։ Կողնե պիտի կողնա։ Կողը այսօր աշխարհն է, որ ինպես կկողնա քեզնից, որ դու չես պատկերացնե։ Ուղղակի չես ուզեն տուն այսօր կկողնա։ Դու չես ուզեն տուն այն փասն, որ երբ որ դու 10-անորդը չես տա, դու ուրիշ տեղ կորցնես կա։ Բայց երբ որ դու կուտաս, դու կտեսնես օրհնությունը, կսես Տեր Հիսուս, իրականում օրհնություն կար։ Նյուշելի ես 20 տարի ապրա չհասկացա։ Եվ ես վստահ եմ աստվածային այս հատկանիշները, որոնց մասին ես խոսեցի, ավելի քան ամեն մեկս կարիք ունենք։ Եկեք կանգնենք Աստծո առաջ եւ թույլ տանք հաղթական Քրիստոսը կա մեր կյանքի մեջ։